Բարևձեզ, եթերում երկխոսության լսարան հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացվում է Գյումրու առաջին տաս քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Երկխոսության թեման լինելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու քաղաքական զարգացումները, իսկ լսարանի հյուրերն են Ստեփան Գրիգորյան, գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, Ստեփա Սաֆարյան, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, Սեյրան Մարտիրոսյան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Ալբերտ Բաղդասարյան, Գերագույն խորհրդի падգամավոր Ղարաբաղ կոմիտեի անդամ։ Պարոնայք, շնորհակալություն այսօրվա հրավերը ընդունելու եւ այս հարցազրույցին մասնակցելու համար։ Պարոն Գրիգորյան, նախ խոսենք ազգային ժողովի ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու Սերժ Սարգսյանի հրամանագրի մասին, այն հակասահմանադրական համարեցին սկզբում համախմբում կուսակցությունը, որին հակադարձեց Դավիթ Հարությունյանը, հետո Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև իր մոտեցումը 3-4 օրով հետաձգելու։ Հիմա այն հակասահմանադրական է, թե ոչ, համեցեք։ Նախ ես հակված եմ հավատալ Էլինար Վարդանյանին, այդ մեր падգամավորին, որը բարձրացրեց այդ հարցը, իմ կարծիքով իրոք ճիշտ է, որ սխալ հաշվարկ արեցին, խճճվեցին հին եւ նոր սահմանադրության այդ կետերում 21-ից մինչև 30 պետք է լիներ, բայց դա էլ կարևոր չի, դա շատ կարևոր է, դա խոսում է նրա մասին, որ ոչ լեգիտիմ պրոցես է գնում, բայց դա էլ գլխավորը չի, գլխավորը նա է, որ նույնիսկ եթե հաշվարկը ճիշտ արեցին իշխանությունները 2-ից 9, ինչ շատ զարմացեց իշխանության հեշտ համաձայնվել այդ երկուսը փոխել։ Իրանք ասում են, լավ, բարոյական այստեղ պահ կա, սխալվեցինք 3 օրով տեղափոխենք։ Գիտեք ոնց է գնում process-ը նախընտրական։ Հաշվում են հետ են հաշվում այդ օրվանից, ասենք որ օրը ընտրված է ընտրական օրը, ասենք ապրիլի 2-ը հետ են գալիս, 60 օր առաջ ձևավորում են հանձնաժողովները, 45 օր առաջ ավարտվում է առաջադրումը կուսակցությունների դաշինքների, 40 օր առաջ գրանցումն է կատարվում, 30 օր առաջ սկսվում է նախընտրականը, հասկանում եք, ու իրենք հեշտ ասում են, որ կարելի է հեշտ այդ փոփոխություն կատարել, ու Սերժ Սարգսյանը առաջարկում է կուսակցությունների հետ միասին կոնսենսուսի գալ, կներեք դա օրենքով է կարգավորվում այդ ամբողջ այդ process-ը, այլ ոչ թե կոնսենսուսը գալով, ասենք իշխանություն, ընդդիմություն եւ այլն, ոչ ոք այդ իրավունքը չունի։ Դա է պատճառը, որ այո, ստվեր է գցում, այդ օրը, որ ֆիքսված ճիշտ ֆիքսած չի, ստվեր է գցում ամբողջ process-ի վրա։ Շնորհակալություն։ Պարոն Սաֆարյան, դուք ինչպես եք կարծում, հակասահմանադրական է, թե ոչ։ Ստեփան Գրիգորյանը արդեն նշեց, խնդիրը ավելի այլ դաշտ տեղափոխեմ, իրականում մենք գործ ունենք նորմերի կոլիզիայի հետ, երբ մեկ այլ նորմատիվ ակտով տվյալ պարագայում ընտրական օրենսգրքով այլ հնարավորություններ են տալիս ճկունության, սահմանադրությունը այլ բան է ասում եւ այս կտրվածքով ցավոք սրտի մենք ունենք հանրապետությունում ոչ լավ իմաստով պրոֆեսիոնալ ձայներ, մասնագետներ, ովքեր լիազորված են մեկնաբանելու այդ ամբողջը եւ աստված տվել չի խնայել նրանք էլ այնպիսի մի ճկունություն ունեն, որ կարող են հիմնավորել անհիմնավորելին։ Եվ այս կտրվածքով իհարկե այդ իրավական կոլիզիան, նորմերի կոլիզիան ստեղծել են իրենք, հենց նույն այդ մարդիկ, ովքեր այսօր հակադարձում են այն գնահատականներին, որոնք այո հաշվարկ կատարում են այնպես, ինչպես Ստեփան Գրիգորյանն ներկայացրեց եւ որ օրենքի օրենսդրության պահանջն է, բայց քանի որ իրենք էլ են գիտակցում, որ առնվազն եթե ոչ հակասահմանադրական ընթացակարգի, այլ հենց նույն նորմերի կոլիզիայի պատասխանատուն իրենք են, որպես սահմանադրության հեղինակներ, փորձում են այսպես ասած խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն, ինչպես նշվեց, ուղղակի թողնելով, որ քաղաքական ուժերը այսպես ասած համաձայնության գան, խնդրի բարոյական կողմի մասին ուղղակի մեկ ասպեկտ,
կորեկտ, իհարկե չեմ կարծում, որ եթե անգամ ունեին ճկունություն այլ ժամկետներ ֆիքսելու, անգամ այդ կոլիզիայի պայմաններում, այնուամենայնիվ իսկապես անբարոյական էր դա ապրիլյան պատերազմի այդ օրերին նշանակելը, երբ մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգ հիշելու է այդ տխրահռչակ իրողությունը, կորուստները, որոնք սարսափելի ծանր էին մեր հասարակության եւ երկրի համար։ Հետեւաբար այս կտրվածքով իրենք ուղղակի չգիտեմ, երևի թե քանի որ մեր իշխանությունը եւ միգուցե շատերը քաղաքականությունը, բարոյականությունը իսպար միմյանցից առանձին տիրույթներ են դիտարկում, ցավոք սրտի երևի այնքան էին մոռացել նաեւ բարոյական ասպեկտի մասին, որ կարողացան շատ հեշտորեն այդ օրը նշանակել ընտրությունները։ Պարոն Բաղդասարյան, հարցը ոչ միայն հակասահմանադրական փաստ որպես ներկայացնելուց բացի ունի բարոյական կողմ։ Ինչու իշխանությունների կողմից եւ օրենսդիրների կողմից այդ հանգամանքը չէր հաշվի առնվել։ Իսկ գուցե հաշվի առնվել, շնորհակալություն հրավերի համար, ասեմ, նշված ես ուղղակի ֆիքս եմ, կա 3 ասպեկտ այդ որոշման։ Բարոյական ասպեկտը, իրավական ասպեկտը, քաղաքական ասպեկտը։ Իրավական Էլինար Վարդանյանը ներկայացրեց հակասությունները, ես ուշադիր ընթերցել եմ նախորդ սահմանադրությունը, ներկա սահմանադրությունը, անցումային դրույթներ ընտրական օրենս գիրքը, Էլինար Վարդանյանի բացատրությունը սպառիչ է եւ միարժեք։ Հետևաբար իրավական հարթությունում սխալ որոշում է կայացված, այդտեղ իմ համար վճիռ կա իմ համար։ Բարոյական հարթությունում Ստեփան խոսեց ապրիլյան պատերազմի հետ եւ վերջինը քաղաքական հարթությունում։ Քաղաքական հարթությունում ինչու են որոշել հենց ամսի 2-ին, սա սերտորեն առնչվում է առաջին հարցի հետ։ Բարոյական հարցը։ Ապրիլյան պատերազմը դա միայն բարոյական հարթություն չի։ Միայն զոհերը սքալը չի կամ վիրավորված հաշվաստերին հիշելը չի։ Այդ հիշողությունը առաջացնում է քաղաքական հետևանքներ, որը ուղիղ կերպով խփելու է այսօրվա այս ընտրական դաշտում գործող շատերին։ Առաջինը հանրապետական կուսակցությանը, որովհետև ապրիլյան ես բազմաթիվ անգամ Facebook-յանի մեջում եւ ելույթներում եւ ապրիլի անմիջապես պատերազմից հետո ելույթում նշել եմ, որ սա պայմանավորված պատերազմ էր, հստակ հետքերով եմ նշել, որովհետև դա ամբողջությամբ երևում էր, պայմանավորվածությունը եռակողմ էր, Հայաստանի վերնախավ մի մասը, Ադրբեջան, Ռուսաստան։ Հիմա դա եթե ապրիլի 2-ից հետո է լինում այդ ընտրությունները նշանակվում, ապա շատ հնարավոր է, որ հանկարծում մեկ տարի առաջվա իմ գրառումները Facebook-ը հիշեցնի, օրինակի համար, ու ես էլ տարածեմ։ Կամ իմ ելույթը, որը արդեն 60,000 դիտում ունի։ Ասենք մի տարի առաջվա հիշողությունը տամ ու վերականգնվի, որ այդ 100 զոհերի, 100-ից ավել զոհերի եւ 200-ից ավել վիրավոր հաշվաստների կորցրած տարածքների պատասխանատուներ կան կոնկրետ։ Դա այդ ժամանակվա պաշտպանության նախարարն է, դա այդ ժամանակվա գործող իշխանությունը եւ բոլորի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Ուրեմն այդ բարոյական դաշտը բերում էր քաղաքական հետևանքներ, ուրեմն այդ լրիվը հաշվի առնելով, եթե ամսի 2-ին բոլորը զբաղվում ենք, ով ինչքան ձայն խլեց, ով բերեց տեղամաս չբերեց, կամերան նկարեց, թե կամերան փչացրին, սկսվեն սովորական process-ը, էլ ինչ 100 զոհ, էլ ինչ պատերազմ, էլ ինչ վտանգներ, իմ համար այս հարթությունում բացարձակապես անընդունել էր ապրիլի 2-ի նշանակելը։ Պարոն Արտիրոսյան, ամփոփելը։ Իրավաբանական թնջուկը միակը չէ։ Եթե հիշում եք, նույնը եղավ նաև տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Գյումրիում ձայները հաշվելիս եւ այնտեղ ընտրական, կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահի տեղակալը տվեց բացատրություն, որը երկրորդ անգամ եթե ասես, որ ինքը կրկնի, ինքն էլ չի կարողանա կրկնել եւ չգիտեմ թե ինչ բացատրություններ տա, երբ որ ամենի շատ པարզ պիտի լինի, այսինքն ես շատ անհանգիստ եմ ընդհանրապես իրավագիտության ճգնաժամով, որ Հայաստանում կա, իբր թե լավագույնները, իբր թե շատ երկար ժամանակում կրել են այդ ամբողջը եւ անընդհատ ճակեր է տալիս։ Այդ մեկ, երկրորդը թնջուկը նաև օրերի հետ կապված է արդեն բարոյական հարթության վրա, ասենք սա միակ դեպքը չէ։ Դեկտեմբերի 6-ին էլ հանրակրվեն էր նշանակված երկրաշարժի նախորդին, որբիսի իրենց հասկացածով, իբր թե կանխեն հետագա հուզումները, որ կարող է լինել, թե դուք ձեր բարոյականությունը, որտեղ է մենք այս օրերին երևի թե ամսի 2-ից հետո պլանավորված է անմիջապես հաջորդ օրը նաև եռաբլուր գնալ, այսինքն սա այս իշխանությունների տրամաբանության մեջ է։
Շնորհակալություն իշխանությունից դուրս գալու եւ ընդդիմադիր դաշտում հայտնվելու պատճառների մասին ինչ կասեք եւ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերադարձի ու իր խնամու, Հովիկ Աբրամյանի ՀՀԿ-ից դուրս գալու հետ կապված։ Տեսնում եք որևէ կապ, թե այնուամենայնիվ եղել են այլ նախադրյալներ, համեցեք։ Ես ճիշտ ասած չեմ սիրում անձերին անդրադառնալ, բայց Գագիկ Ծառուկյանի դեպքում իմ կարծիքը կասեմ, գիտեք, այդ մարդը բավական ակտիվ աշխատում է, աջակցում է մեր սպորտին, այդ հայտնի բան է, ու այնտեղ գոնե մենք ինչ-որ հաջողություն ունենք, չէ, օլիմպիադական կոմիտեն ինչ-որ ինքը աջակցում է, աշխատում է, ինչ-որ սոցիալական ծրագրեր է անում, ու գոնե այդ ինչ-որ մենք տեսնում ենք։ Այո, ինչ-որ մարդիկ իրան հավատում են, բայց անընդհատ այդ մարդուն փորձել մտցնել քաղաքական դաշտ կամ նույնիսկ ճնշել, բերել, ես համոզված չեմ, որ այդ լավագույն տարբերակն է։ Ազատ թողեք այդ մարդուն, ինքը իր գործը անում է։ Պարզապես հետաքրքրությունը նրանից էր, որ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու ու հետո նորից վերադարձի մասին հայտարարեց։ Այո, հենց դա է, որը ինձ մտահոգում է։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչներ։ Ու հիմա եթե վերանանք կոնկրետ դեպքերի, ինչ է մտահոգում այս վերջի զարգացումներում։ Նայեք, եւ իշխանության մեջ կա պատգամավորներ, որոնք չխոսող են, եւ ընդդիմության մեջ։ Բայց այսօր ով է ամենաակտիվը։ Ինչ-որ դաշինքներ են ստեղծում, այն պատգամավորները, օրինակ ընդդիմադիր, ովքեր ընդհանրապես չեն խոսում։ Ու ես հարց եմ տալիս, ինչի եք դուք ուզում նորից պարլամենտ մտնել։ Նույնիսկ չշշափելով պրոիշխանական պատգամավորներին, շատերը ընդհանրապես բան չեն խոսացել, պարզա մենք կարող ենք քննադատել, բայց նույնիսկ ընդդիմադիր դաշտից մարդիկ ինչ-որ ուզում են, ինչ-որ դվիժենի մեջ են կներեք, ինչ-որ ակտիվ, ինչ-որ կոալիցիաներ անհասկանալի, ասենք միավորվում են երկու ուժեր, որը մեկը ասում է, որ կներեք, ասենք, ԵՏՄ-ն դա ԿԳԲ-ի սարքած ինստրումենտ է եվրասիական, միանում են մարդու հետ, որը, ասենք, պայքարում է ԵՏՄ-ի օգտին։ Ես բոլոր կարծիքները հարգում եմ, բայց երբ որ միավորվում են քաղաքական ուժեր, որոնք ոչ մի ընդհանուր հենարան չուներ, ինձ զարմացնում է։ Ընդհանուր process-ը շատ մտահոգում է ինձ։ Պարոն Սաֆարյան, իշխանությունից դուրս գալու եւ ընդդիմադիր դաշտում հայտնվելու պատճառների մասին եւ մասնավորապես այս հարցի շուրջ Ծառուկյան։ Պատճառները թերևս սկսեմ դրանից, անցած ամառ մենք ունեցանք մի վերին աստիճանի կարևոր ուրեմն զարգացումներ, խոսքը սասնածռերի իրականացած գործողության մասին է, որը ուղղակի մերկացրեց ամբողջ քաղաքական դաշտը, մերկացրեց բառի իմաստով եւ քաղաքական համակարգը։ Հիշեք քաղաքական ուժերի շատերը սկսած հանրապետական կուսակցությունից ուղղակի լռություն էին պահպանում, որովհետեւ կերպ չէին արձագանքում, չունեին էլ բացատրություն եւ չունեին էլ պատասխան եւ նաեւ տեսնում էին սասնածռերի նկատմամբ հասարակության համակրանքը, բայց նաեւ մյուս կողմից ցույց էր տալիս, որ ըստ էության այնինչ քաղաքագիտորեն կոչվում է հասարակության քաղաքական կառավարում, որը չի իրականացվում մեկ կուսակցության միջոցով, իշխող կուսակցության միջոցով, դա իրականացվում է ամբողջ քաղաքական դաշտի սպեկտրի կուսակցությունների կողմից ամեն մեկի իր էլեկտորատի հատվածով, տեսան, որ որևէ մեկը ոչինչ չի կառավարում։ Եվ նման դատարկության մեջ, այո, կարող են ծնվել նման ապստամբության, վրիժառության, ընդվզման ակտեր, որոնք եթե անգամ այդ պահին հաջողվում է ինչ-որ ձևերով չեզոքացնել, ոչ մի երաշխիք չկա, որ դա հնարավոր կլինի նաև ապագայում։ Եվ այս կատարվածքով կարծում եմ շահերի համընկնում տեղի ունեցավ առնվազն Գագիկ Ծառուկյանի եւ իշխանության միջև, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հաճույքով չէր հեռացել քաղաքականությունից, նրան բառացիորեն հեռացրել էին քաղաքականությունից, պայմանավորվել էին, որ նա հեռանում է, հասկացրել էին, որ նա պարտադիր պետք է հեռանա։ Գագիկ Ծառուկյանը ինքը կարծում էր, որ այն ինչ ստեղծել է, իսկ մեր երկրում ինքներդ գիտեք, իշխանության պահպանությունը դա գերագույն նպատակ է եւ դա չես կարող անել, նկատի ունեմ հարստության, կարողության պահպանումը, դա պետք է նաեւ քաղաքական երաշխավորվածություն ունենա։ Ինչը եւ առաջի, եւ երկրորդ, եւ երրորդ նախագահ, եւ նաեւ Գագիկ Ծառուկյանը փորձել են միշտ անել իրենց խմբակցությունները եւ քաղաքական հենարանը ապահովելու իշխանության ներսում, որպեսզի օրենքները այնպես չփոխվեն, որ իրենց կարողությունները ազդեցության գոտիների վերաբաշխում լինի եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար Պարոն Սաֆարյան, թույլ տվեք ընդհատել, իսկ բացառում ենք, որ այս զարգացումները մշակված են, որպես սցենար մշակված են Բաղրամյան 26-ում։ Ես դա եմ ասում, արդեն մոտեցա այդ խնդրին, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն մտածում էր, որ այն ինչը
ինքը ուներ 2012 թվականի խորհրդանական ընտրություններում, դա հանրապետության երկրորդ քաղաքական ուժի տիտղոսներ որպես խորհրդանական ուժ։ Պարզապես կարող է կորցնել, որտեղ ԲՀԿ-ն վերերացվել շատ սովորական մի կուսակցության, որ լավագույն դեպքում կարող էր 5% արգելք հաղթահարել եւ ոչ ավելին, հետեւաբար որպեսի չկորցներ այն ինչ ուներ, իրեն վերադարձ ձեռնտու էր։ Եվ այստեղ է որ կարծում եմ համաձայնեցված թե չհամաձայնեցված, բայց գործարքը կա իշխանության Բաղրամյան 26-ի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, որովհետեւ երկու կողմն էլ ձեռնտու է։ Սերժ Սարգսյանին պետք է որպեսի ինչ որ բուֆերային քաղաքական ուժ, որը կվերահսկի ռադիկալ տրամադրությունները լինի, իսկ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն բավական արդյունավետորեն այդ ֆունկցիան կատարել են 5 եւ ավելի տարիներ, եւ նաեւ մյուս կողմից Գագիկ Ծառուկյանին պետք էր վերադարձ, որովհետեւ ինչպես նշեցի, ինքը նաեւ կորցրած չկորցնելու նախկինում ձեռք բերած չկորցնելու խնդիր ուներ։ Եվ ահա ձևավորվում է սա, իհարկե ես առիթ ունեցել եմ այլ քննարկումներում ասելու, սա դասական առումով կոչվում է պարամետրիկ կառավարում, երբ խաղի պարամետրերը ճիշտ են տրված, խաղավարը գիտի թե ով ինչքան կգնա, ըստ որում խոսքը վերաբերում է նաև եւ Հովիկ Աբրահամյանով տակավին վերջերս եւ Սեյրան Օհանյանին, պարոն Բաղդասարյանը արդեն խոսեց ապրիլյան պատերազմում պատասխանատուների մասին, այսինքն մարդիկ, որոնք շատ խոցելի են, շատ մեծ ազատության աստիճան չունեն եւ հետեւաբար դաշտը լցվում է այսպիսի դերակատարներով, սրան էլ եթե գումարենք այն, որ այս աննորմալ դաշինքները երբ աչը ձախի հետ է Եվրոպամետ Եվրասիականի հետ է եւ այլն։ Սա էլ պատճառը նաեւ որ տեղերի թիվը սահմանափակ է վերջո եւ բոլորը ուզում են հայտնվել պարլամենտում։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, նույն հարցի շուրջ ձեր կարծիքը։ Ես ուղղակի հումորով եմ մոտենում։ Կարծում եմ երկու բանախոսները ամբողջությամբ ներկայացրեցին, կարելի է ինչ-որ շտրիխներ ավելացնել, փոխել, բայց քիչ առաջ զրույցի մեջ ծնվեց այդ բանը սուրբիտքը, որ այնքան են այս վերջի շրջանում երկրորդ գալուստից խոսում երկրորդ գալուստից, որ Քրիստոսը ստիպված հետա ձգել իր երկրորդ գալուստը, այդ իմաստով այդ թեմայով կարելի է ինտրիգների դաշտում լիքը բան փնտրել, բայց հստակ է մի բան, օրինակ իմ համար նորմալ կլիներ, որ ցանկացած միավորում ի վերջո պատմական զարգացման լուրջ փուլերի ժամանակ իսկապես կարող է կոմունիստը միավորվել հակակոմունիստի հետ եւ այլն, ասենք Սարդարապատ։ Օրինակ միավորումների մասին չենք խոսում, Գագիկ Ծառուկյանի վերադարձի եւ Հովիկ Աբրահամյանի հանրապետականից։ Ես ուզում եմ այդ երկուսը իրար հետ շատ առնչված են։ Իհարկե բոլորի համար ով քիչ թե շատ տեղեկացված է, ինֆորմացված է, բոլորի համար պարզ է, որ Հայաստանի որևէ մոնոպոլիստ, որևէ օլիգարխ, այդ թվում Գագիկ Ծառուկյանը առանց Բաղրամյան 26-ի թույլտվության քաղաքականության մեջ վերադարձի կամ քաղաքականությունը շարունակելու իրավունք չունի։ Ուղղակի կբամփեն, ինչպես եղել է նախորդ դեպքում։ Հետևաբար այդ թեմայով շատ խորանալ բան կարող է մի քիչ ավել, ասենք մի քիչ ճիշտ գլխի ունենք, ճիշտ կանխատեսենք կամ սխալ, դա իմ համար երկրորդ է։ Իմ համար կարևոր է ինչ հարցի շուրջ կարող էին միավորվել, որը ես կընդունեի, կողջունեի Գագիկ Ծառուկյանի վերադարձը, Ալեքսանյան Սամվելի վերադարձը, Թոխմաղցի Իմաստունի վերադարձը, բոլորին կողջունեի։ Եթե համարեին, որ Հայաստան էս արտագաղթը բան հատկապես Գյումրիում ժողովուրդը տեսնում է, չէ՞ իրավիճակը, այս շատ խտացված վիճակ է Գյումրիում։ Այդքանից հետո, ասենք թե մարդկանց վերադարձներ որ հարցը Հայաստանի կործանվող պետականության դեմ առնելու հարց։ Եվ այդ ժամանակ ոչ թե մենք ունենայինք Գագիկ Ծառուկյանի վերադարձի քննարկում, այլ մենք այսքանից կնստեինք ու կքննարկեինք, իսկ վերադարձել է, մենք ինչ պահանջում ենք, եթե օլիմպիական խաղերի է, մենք պահանջում ենք, ասում ենք օլիմպիադային մասնակցումը, թող ոսկե մեդալ բերի, քո ծախսը արդյունավորվի։ Հիմա վերադարձել ես քաղաքականություն, ինչ արդյունք ունենանք մենք, որ ասենք կապ չունի Բաղրամյան 26-ից են ուղարկել ինքը կա մեջը չկա, այդ խնդրի մասին եթե մենք սկսենք զրուցել, մենք կտեսնենք, որ անախրոնիզմ է այս վիճակը, որ ծառայում է մենակ մի նպատակի, թող ոչ մեկ չնեղանա։ Ինչպես տեղավորվել համապատասխան ցուցակում, որ դառնանք պատգամավոր։ Այն մնացած զրույցները կոռուպցիայի դեմ պայքար բան, ես կառաջարկեմ բոլորը միավորվեն Սեյրան Օհանյանի բանին, այդ միավորմանը, որտեղ Սեյրան Օհանյանը շաբաթը մեկ այդ ճիշտ խոսքերը դրանց կարծում է։ Պարոն Բաղդասարյան, մեկ հարց փոխաբերական խոսքերին, հա, Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանին էր կարծես թե ակնարկը ուղղված Արվակի եւ Կետակի, հա, Կետակից փոխվելու մասին։ Դա կարող ենք ընդունել որպես ակնարկ, սպառնալիք նրանց հասցեին, ովքեր որ կհանդգնեն դուրս գալ հանրապետական կուսակցությունից։
Դե բանը գնացին գեղարվեստական այդ ներկայացման արդեն իրենք գնացին կարծես թե դժվար է կա Հայաստանում մեկը որ չի հասկանում որ եթե դու նեղացել ես այս պահին ու որոշել ես ինքնուրույն քայլանել, ապա իմացի որ գետակը եւ արվակը կչորանաս եւ այլն գազալցակայանների մոտ կսկսենք ստուգումները, օդից կախված լուրերը Գագիկ Ծառուկյանից կտեղափոխվի Հովիկ Աբրահամյանի վրա, հետո Հովիկ Աբրահամյանը երկրորդ վերադարձի ժամանակ այդ օդից կախված լուրերը կհերքվեն, մի խոսքով հասկանալի իմ համար առնվազն զավեշտ է որ ասենք թե մենք թողած Հայաստանի ապագային վտանգ սպառնացող ռեալ վտանգը տեսնել գնահատելուց լուծումներ փնտրելուց ասենք թե մեզ կերակրում են այդ թաթերական ալեգորիկ գետը, արվակը, մուկը հասկանալի պարոն Մարտիրոսյան նույն հարցը ձեզ եմ ուղղում ինչ պատճառներ են հա իշխանությունից դուրս գալու եւ ընդդիմության դաշտում հայտնվելու համար ինչ նախադրյալներ կան եւ կոնկրետ մեր Գյումրիի վերաբերյալ փոխատեղումների հա Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան Նախարձագանքեմ ուրեմն պարոն Բաղդասարյանի ասածին կապված ալեգորիաների հետ Սերժ Սարգսյանը այդպես չի խոսում Հովիկ Աբրահամյանն էլ այդպես չի խոսում այդպես գրում են ելույթներ գրողները իրենց համար հետեւաբար ոչ միայն իրավագիտական հա մտքի մեծ դեֆիցիտ կա, նաև ելույթ գրողների, որոնք դպրոցական շարադրությունների վերածնունդ են ուզում ապահովել մագարտակով այդ հարցության վրա։ Աշխարհագրության վատիմացությամբ։ Այո, վատիմացությունը եւ այլն։ Երկրորդը ես շորտների մեծ տեղաշարժը չէ տեղի ունեցել եւ լեզուները տարածվել են դա ճամբարափոխություն կարելի է անվանել ավելի պես համեստ տարբերակով այսօր ես կարծացի որ գրել էին մեծ գաղթ որը շատ ավելի տիպիկ է խոսքը իսկապես մի հատ մեծ գաղթի մասին է ստեղից ընդեղ տեղափոխվելու ընդեղից ընդեղ տեղափոխվելու եւ նորից հիմնական պատճառը ոչ թե Հայաստանի ապագայով մտահոգվելն է այլ 1 մետր 31 սանտիմետր երկարություն ունեցող կերակրատաշտը դարձել է 1 մետր 1 սանտիմետր յուրին եւ պայքարը ստեղ բարձ է որ պիտի թեժանա Պարլամենտ 26-ը հստակորեն ասում է որ այո այդ Պամպելու ինստիտուտը կամ օդում կախված լուրերի ինստիտուտը որ եթե հանգարց դու իշխանության մեջ ես չկար երաշխիքներ որ դու կարող ես ֆինանսապես բարգավաճել եւ նախապայմանը դա իշխանությունների հետ լինելն է կամ իշխանության մեջ լինելն է կամ առնվազն ազգային ժողովում լինելն է համապատասխան իմունիտետը ունենալու համար բոլոր մարդկանց այդ ներողություն իմունիտետն է անհանգստացնում եւ էլի առանց անուններ տալու եթե սկսենք նույն Ծառուկյանից 4 Ծառուկյան կա ազգային ժողովի падգամավոր հա կուսակցության ղեկավար Օլիմպիական կոմիտեի նախագահ եւ բարերար։ Երկուսը ես հասկանում եմ, էլի մեծ վերապահումներով եւ բարերարը վերապահումներով եւ Օլիմպիական կոմիտեն, որտեղ ես հայկական սպորտի զարգացում այդպես չեմ պատկերացնում։ Մյուս երկուսը որևէ կերպ ես չեմ հասկանում, ասենք թե եղած ժամանակ էլ նիստերին, հա, այդպես համատարած բացակայելը սա չէ ազգային ժողովը, հա եւ հիմի նորից այդ չափ պահանջված լինելը խոսում է թե քաղաքական միտքը, հա, դրանում ընդգրկված մարդկանց ցկտումները ինչքան ցածրակարգ են եւ կապ չունեն Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության, հա, հեռանկարի հետ։ Շնորհակալություն։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմավորվեցին 3 Ծառուկյան, Օսկանյան, Օհանյան պայմանական հա անվանումով եւ ելք դաշինքները շատերի կարծիքով այդ դաշինքները ընդհանրապես տեխնիկական բնույթ էին ստանում եւ ոչ գաղափարական եւ դաշինքներում անգամ հակառակ կարծիքներ ունեցող մարդկանց միավորումը ընդհանրապես խորհրդարանում հայտնվելու խնդիրելուծում նաեւ լուրջ չէ դաշինք կազմել իշխանափոխության հարցի շուրջ միայն կիսում եք այս մտահոգությունները կամ տեսակետները համեցեք
Ну, գլխավոր խնդրեմը է ոչ միայն դաշիկների, նաև կուսակցությունների պահվածքի, այս նախընտրական, միջև նախընտրականը, չէ, այս մենք վերջի մի ամիս այդ խմորումները տեսնում ենք, գիտեք, գլխավոր խնդրեմը նա չի ով ում հետ միավորվեց, դա էլ կարևոր է, բայց գլխավորը դա չի։ Իրենք բոլորը առանց բացառությամբ բոլորը, նույնիսկ այն ուժերը, ովքեր իրոք ընդդիմադիր կեցվածք ունեն, խաղ չեն տալիս։ Իրանք խաղում են այն շրջանակներում, որը գծված է իշխանության կողմից։ Օրինակ, իշխանությունը կոպիտ ասած, տարբեր մեսիջներ է ուղարկել տարբեր խողովակներով, որ գիտեք ինչ է, այս սկզբունքային մարդկանց չմցրեք ցուցակ։ Պարզ երևում է, իրանք այդ խաղի կանոնները ընդունեցին։ Նայեք, Սերժ Սարգսյանը չի սիրում այս ինչ մարդուն։ Նայեք, եթե մցնեք, նախ չեք անցնի, այդպես էլ պարզ չի դուք կանցնեք, թե ոչ։ Ցավով եմ դա նշում, որ այդ խաղի կանոնները բոլորը ընդունեցին։ Ես պարոն Բաղդասարյանի հետ, երբ որ գալիս էինք, կիսվում էինք կարծիքներով ու պարոն Սաֆարյանի հետ Երևանից տեղ գալիս էինք ստուդիա, կիսվում էինք մեր շոուություններով Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Ես լավ եմ հիշում, երբ որ մեզ կանչում էին դատախազություն, երբ որ ճնշում էր գործադրվում, կոմունիստները ինչ որ բան ասում են, հակառակն էին, պրինցիպիալ հակառակն էին անում։ Գիտեք ինչի։ Քանի որ տրամաբանությունը ընդդիմադիր լինելու, պայքարելու հենց նա է, որ դու ազդեցության տակ իշխանության չընկնես, այդ խաղի կանոնների մեջ չլինես, սկզբունքները առաջ ես տանում ու ժողովրդին ցույց է տալիս ինչ որ այլընտրանք։ Ինչ որ այլընտրանք ու պարոն Մարտիրոսյանը շատ ճիշտ է, երբ որ ինքը ասեց դժբախտաբար ինտելեկտուալ այդ միտքը եւ այլն, շատ ցածր մակարդակի, հենց քաղաքական ուժերը պետք է հակառակը ցույց տան, որ միտք կա, գաղափարներ կան, դրա շուրջ եկեք միավորվենք։ Նորից կրկնում եմ, գլխավոր մտահոգությունը, որ բոլոր առանց բացառության ուժերը, նույնիսկ այն մարդիկ ում հարգում են, դեռ իշխանության գծած շրջանակներում են գործում։ Պարոն Սաֆարյան, իշխանությունները իրենք էլ են ասում, որ կարճ ժամանակահատվածում երկարատև իշխանության մեջ գտնվելով մեկ օրում ընդդիմություն չեն դառնում։ Կիսում եք դուք նաև իշխանության կարծիքը։ Իհարկե կիսում եմ եւ թերևս այնինչ տեղի ունենում իշխանության հետ եւ իշխանությունից այդ իշխանության կողմից ընդդիմադիր դաշտի այդ ականապատումը, նաեւ ընդդիմության դաշտի ականապատումը իրենց հայտնի կերպարներով թերևս վառապացույցն է նրա, որ երկրի ողբերգությունները սկսվել են նրանից, որ հենց այդ մարդիկ ձևավորել են ապագաղափարական, ապաքաղաքական իշխանություն, հա, որտեղ ուղղակի պաշտոն չեն տալիս, խռովում ես, հետո հիշում ես, որ կոռուպցիա կա, հետո հիշում ես, որ քաղաքացիական հասարակություն կա, հետո հիշում ես, որ դեմոկրատիա կա, այն ժամանակ չէիր զգում, որ պատերազմ մոտենում է երկրին, այ հիմա զգում ես, որ կարա պատերազմ մոտենա երկրին, եթե այսպես շարունակվի եւ նման ձևերով։ Նույնը վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, Սեյրան Օհանյանին, բոլորին։ Եվ այս կտրվածքով, այո, թերևս իշխանությունը նաև մի ուրիշ բան կա։ Տեսեք, ես ուզում եմ վերջի շրջանում ուշադրություն հրավիրեմ եւ մեր Շիրակի աուդիտորիայի եւ բոլորիս վերջին շրջանում անդադ բոլոր մայրաքաղաքներն ընկած փող են գոզում։ Գնում ենք Նյու Յորքում համաժողով ենք անում, ասում ենք ներդրումներ բերեք, արդեն բանը նրան է հասել, որ Միացյալ Նահանգների դեսպանը կանգնում եւ գրեթե հայտարարում է, որ գիտեք, ձեր կոռուպցիան միայն ներպետական խնդիր չի։ Դա նաև միջպետական հարաբերությունների խնդիր է, որովհետև այստեղից որևէ մեկը չի գալու այդ երկրում ներդրումներ անի, եթե ձեր էլիտայի որակը սա է, եթե ձեր էլիտայում այս թալանչիներն են, այս կոռուպցիոներն են եւ այլ։ Հիմա ասենք, շատ հետաքրքիր մի բան է ձևավորվում, Սերժ Սարգսյանը մի տեսակ տպավորություն է ստեղծում, որ նաև ինքը ազատվում է այդ կերպարներից, էլիտան մաքրում է, իհարկե մենք բոլորս գիտենք, որ այդպես չի, իրականում շարժառիթները այլ են, բայց ինքը դա փորձելու է նաև վաճառել, որ գիտեք, այս օլիգարխիայի կառավարության այս ներկայացուցիչները, որոնցից մեկը դղյակներ է կառուցում են, մյուսը անչափ հարստություններ ունի, արդեն իշխանությունից դուրս են գալիս, մաքրման process է գրում։ Հիմա սա ես ոչ պակաս կարևոր չափում եմ համարում այս զարգացումները բանանելու, որովհետև եթե Միացյալ Նահանգների դեսպանը վեստին հիշեցնում է, որ փող չի գա ձեր երկիր, ոչ մեկ ներդրում չի անի, ձեր հարաբերությունները աշխարհի ոչ մի լուրջ պետության հետ չեն զարգանա, քանի դեռ այս խնդիրը դեռ միջպետական, ասած նշանակում է էլի են փող ուզել, չէ՞։ Էլի են փող ուզել, էլի են իրենց հիշեցնում, որ այդ փողը չկա։ Հիմա այս կտրվածքով այս դաշինքները, պարոն Բադասարյանը եւ նաեւ պարոն
Մարտիրոսյանը հրաշալի ձևակերպեցին այդ նախորդ հարցի ժամանակ խնդիր։ Այս ինչի շուրջ են հավաքում, այս ում են փրկում, ինչից են փրկում։ Իհարկե իշխանապողության պահանջը բավարար չի։ Հիմա ասենք, լավ, ենթադրենք Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան դաշինքը ունեցավ, ենթադրենք 10 տեղ, 20 տեղ։ Լավ, մեծամասնություն, ում ծրագրերն են իրականացնելու, Պաուլ Հայրիկյանի, Արամ Գասպարի Սարգսյանի, թե որ մեկի ծրագիր են իրականացնելու։ Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի դաշինքին։ Ասենք, այդ որ պլատֆորմով են մտնում, որտեղ եւ ՀՀՇ-ն կա, եւ մյուսը կա, եւ չգիտեմ, տարբեր անուններ։ Տարբեր քաղաքապարներ, տարբեր սկզբունքներ։ Ես մի փոքր ձեռնպահ կմնամ ելքի մասով նույնը կրկնելուց, որովհետեւ այնուամենայնիվ աճ դաշտի ուժեր են, բայց այստեղ էլ խնդիրներ կան եւ շատ հետաքրքիր է լինելու ինձ համար, թե ասենք ինչպես են իրենք համադրում քաղաքացիական պայմանագրի ոչ Եվրոպա, ոչ ԵՏՄ այս կոնցեպտը, ասենք լուսավոր Հայաստանի կամ Հանրապետության, այսինքն եթե անգամ շատ առումներով իրանք ընդհանրություններ ունեն, այնուամենայնիվ մի բան եկեք խոստովանենք, այո, քաղաքական միավորները, կլինեն դաշինքներ, թե քաղաքական ուժեր, կուսակցություններ, դեռևս չեն ձևակերպել գյումրեցու, շիրակցու, երևանցու եւ մյուսների համար, այդումից են փրկում իրենք, ինչպես են փրկում, այդ ով է մեղավորը, որ մենք մինչև հիմա այս վիճակի մեջ ենք եւ ինչ են անում իրենք պատրաստել շատ ավելի լայն կոնտեքստում մարդկանց փոփոխություններ բերելու համար։ Պարոն Բաղդասարյան, քաղաքական դաշինքները քաղաքական ապագա ունենալու են թե ոչ։ Բնականաբար ոչ, Ստեփան Սաֆարյանը կվկայի դրա մասին ժառանգության օրինակով ինքնատիպ էլի բաներ, էլի այդպես դաշինքային անհատական մակարդակով տեսեք այսինքն ինչքան որ հապճեպ միավորվեցին այդքան էլ արագ կփլուզվեն։ Բոլորի նպատակը մանդատ ստանալու է, ստացողներն էլ են բաժանվելու, չստացողները առավել եւս են բաժանվելու, այսինքն կախված տեղից քանի տեղ կստան։ Այդ իմաստով դրանք ժամանակավոր են, դրանք կեղծ են, նպատակ չկա։ Ես մի բան եմ ուզում ասեմ, օգտագործելով այս առիթը։ Վարչապետը Գյումրիում էր, թղթակցին արդեն համբերությունը հատվել էր թղթակիցների արդարամիտ, դա երևանյան թղթակիցները չէին ըստ երևույթին Գյումրիի, որտեղ առարկայորեն թղթակիցներն իրենց վրա են զգում կյանքի այդ զարգացումները ուրախ ապրելու, ինչպես վարչապետը խորհուրդ տալիս։ Դրա համար հարցերը ուղիղ էին եւ պահանջում էին ուղիղ պատասխան, որը ներվարնացնում էր բնականաբար ոչ արդար մտքով եկած մարդուն։ Ասեց թղթակիցը նորմալ հարց տվեց, ասեց ինչ երաշխիքներ կան, որ հերթական անգամ իշխանության ներկայացուցիչը չի խափում։ Հարց ուրիշ ձև էր ձևակերպված, բայց այդ էր ասում։ Ինքը ասեց ինչ երաշխիք ես ուզում, ինչ երաշխիք ես ուզում, չէ՞, այդպես Բարատ տալ։ Բարատ ես ուզում, ինչ տամ։ Հա, բարատ տուր ու ժամկետներով տուր, որ մի ամսում այսքան ներդրում կանենք, $1000։ Չեմ ասում $1 միլիոն, $1 միլիարդ։ Դու նախատեսել ես $1 միլիարդ 6 ամսում, շատ լավ է։ Առաջ ամսում քանի միլիոն դոլար է։ Ներդրումների մասին ասեց։ Չէ, ժամկետ դատարկ խոսում է։ Բավարինքը վարչապետ չլինի, խոչի բերելու այն ընտանիքի հաշվին։ Մենք արդեն կառուցել ենք, ուրեմն մենք հայտագործել ենք եւ բոլոր սպիդները բուժվել են Արմենիկումը վաղուց, արդեն բուժվում են եւ բուժվել են։ Իրան Հայաստան երկաթգիծը ու գազամուղը երկաթգիծը սլանում է, գազամուղը Եվրոպային է մտել։ Այդ ստերից է ժողովուրդը կշտացել է մինչև վերջ եւ շատ բնական է որ հարցնում է։ Ես թղթակցի փոխարեն կասեի ժամկետները։ Եթե մեկ ամիս հետո դու հիմա հայտարարում ես, որ մեկ ամսից $10,000 ներդրում կանվի, այսինչ բնագավառում, եւ չես անելու հրաժարական տուր։ Ասա ժողովուրդ ջան, ես սուտ ասանեմ, ես հրաժարվում եմ։ Սա է միակ մեխանիզմը։ Հիմա ես հետ գամ այս խմբավորումներին, որը կոչվում է նախընտրական դաշինքներ, այդ խմբավորումները։ Ինչ գեղեցիկ խոսքեր ասես կտան, ինչ առաջ անգամ եք լսում։ 95 թվից մի հատ ասեք, երրորդ դասանի գոնե հայերեն գրող լիմացողը չի կարող, այդ սպրեչ ռայթերները որ կան, որ գրում են սրա համար ու վերցնում են մի կերպ կարդալով բան են անում, բոլորն էլ կարող են ասել, ժամկետներ ասեք։ Այ օրինակ Պաուլ Հայրիկյանի հետ միացել է բանը, ԵԱՏՄ-ի մեծ մասնագետ Սեյրան Օհանյանը եւ իմ համար անհասկանալի Վարդան Օսկանյանը։ Թող ասեն, որ մենք ընտրվում ենք, այդ որ ասում են մենք ընտրվում ենք իշխանության դեմ եւ այլն։ Առաջի ամսում եթե մենք չկարողացանք ենթադրենք, այս ինչ քայլ անել քաղաքական,
հրաժարական եք տալիս, դուրս են գալիս։ Հո մանդատը 5 տարով ձեր համար տված չի, որ դուք է ժողովրդին կեղեքեք։ Հետո էլ 5 տարին անցնի ասեք, գիտեք, չստացվեց մեր ծրագրերը, եկեք նորից ձայն տվեք, որ ենք իսա ծրագրերը շարունակենք։ Այդ հեքիաթներին ժողովուրդը պետք է հանի եւ հստակ։ Ասում ես, որ մենք մտնում ենք պարլամենտ որպես ընդդիմություն, ապացույց քո խոսքերի ապացույցը պետք է լինի սա, հենց մտանք սահմանադրության հնարավոր տված հնարավորություններով, առաջինը որպես ընդդիմություն ես մտել, ինչ պետք է անես։ Սերժ Սարգսյանի իշխանության անվստահությունը դիր եւ եթե չհասնես, այսինքն նշանակում է, որ դուք մնում եք փոքրամասնություն, ձեր գոյությունը ազգային ժողովում անիմաստ է արդեն։ 5 տարի ձեր գոյությունը քարշ տալ է ժողովրդի վզին նստել գեղեցիկ խոսքերով անիմաստ է։ Ուրեմն դրեք, չեղավ, առաջի հարցը չեղավ, երկրորդ հարցը դրեք, մենք 3 ամիս ձեզ կտանենք։ Ցանկացած ձեր համախմբանը 3 հարց դրեք, եթե 3 հարցից ոչ մեկին հաջողության չեք հասնում, բարի եղեք, ժամկետով կոնկրետ խնդիրներով հրաժարական տվեք, դուս եկեք տեղափոխեք փողոց։ Եթե մեր պայքարը այս ակումբային համակարգից դուրս չգա, այս գեղեցիկ բան դասական խելոք համակարգից դուրս չգա, Սասնա ծռերը կդառնա գեղեցիկ հիշողություն, որ բարբերաբար կհիշենք, բայց Սասնա ծռերին ինչը մղեց այդ քայլին։ Անելանելիությունը, այս խոսքերի անիմաստությունը։ Եթե մենք այս խոսքերի անիմաստությունը գիտակցենք, հաջորդ քայլը կմիավորվեն, կոմունիստն էլ կմիավորվի հակակոմունիստի հետ, ԵԱՏՄ-ական էլ Եվրոպամետի հետ, որ այս վիճակից դուրս գանք, որտեղ այս վիճակից հետո ոչ մենք ԵԱՏՄ ենք մտնելու, ոչ բան ենք մտնելու, մեզ Ռուսաստանը վրա կուզենա կծախի, եւ որ մասը կուզենա։ Մենք Սասնա ծռերի ժամանակ կարողացանք բերել այդ քաղաքական դաշտ ժողովրդին հանել փողոց։ Ցավոք, ես իմ առիթը օգտագործեմ ասեմ, ազգային ժողովեն падգամավորները, որոնք կարող էին միանալ, կանգնել հարթակում եւ ապահովել անվտանգություն, անձեռնմխելիությունը, չձերբակալվելու, ոչ մեկը չմիացավ։ Այսօրվա բոլոր Սասնա ծռերից խոսողները բարձրաձայն թող հիշեն, իրենց առնվազն անվանական մի քանի անգամ հրավերքներ են ուղարկել։ Ելք դաշինքում կլնեն, ժառանգությունում կլնեն, թե դեպուտատների մասին է խոսքը, падգամավորների։ Նրանք չմիացան, որպեսզի ապահովեն հարթակի անձեռնմխելիությունը։ Ինձ կարող էին ձերբակալել Ալեք Ենիգոմշյանին, կարող էին բոլորին կարող էին, բայց իրենց չէին ձերբակալելու։ Հետևաբար ձերբակալությունները իմաստ չեր ունենա։ Այսինքն այդ անձնական ամբիցիաները խանգարեց եւ հիմա պետք է այդ դառը փորձից ելնելով հաջորդ քայլը սա լինի։ Ինչ ուզում եք հայտարարեք, ինչ գեղեցիկ շարադրություն ուզում եք կարդացեք, դա իմ համար մեկ է։ Ժամկետ կոնկրետ, կարճ ժամկետ։ Մտանք պարլամենտ, առաջի հարցը դնում ենք սա, երկրորդը ով ինչ ճաշակով ինչ հարց ուզում է դնի, երկրորդը սա, երրորդը սա։ Այս 3 հարցը 3 ժամկետում չեղավ, դնում ենք դուս են գալիս։ Դուս են գալիս փողոցում ժողովրդի հետ այդ հարցերը լուծենք։ Եթե այդ խնդիրը չեք դնում, իմ համար բացարձակապես մեկ է պարլամենտը կա, չկա, մեզ մեկ այնտեղ չէ, երկրորդական հարցերը։ Պարոն Մարտիրոսյան, դաշինքների վերաբերյալ ունեն քաղաքական հեռանկար թե ոչ։ Նախ ես համաձայն եմ, որ բովանդակային քննարկում, գաղափարների բանավեճ դեռևս չկա, գուցե դեռ կլինի, որտեղ նախընտրական ծրագրերը ոչ մեկը չի հրատարակել, չշտաբենք, սպասենք, թե ինչը լինելու է այնտեղ եւ ինչքանով է դա համապատասխանելու քայլերին։ Պես մոտենամ մեկ ուրիշ տեսանկյունից, այդպես տնտեսագիտական իմ ոլորտը չէ, բայց դաշինքները կկայանան, թե չէ, եթե 10 դաշինքից մեկը կայացավ, դա նշանակում է 10% արևմուտքում բիզնեսմենները ասում են, որ դա հաջող բիզնես է, պետք է չէ, որ շատ դաշինքներ կայանան, որովհետև դա կփոխի մեր պատկերացումները հիմա էլ դաշինքների մասին։ Մեզ կսկսի թվալ, թե ճիշտ դաշինքը դա է, եթե հանկարծ այս վայ դաշինքները կայանան։ Գիտես թե ինչի համար են միավորվել, բայց եթե հանկարծ որևէ մեկը այդ քննությունը կբռնի, եթե հանկարծ իսկապես բոլորը կհամաձայնվեն, որ իրենց ծրագիրը սա է, ամենազգայուն ինդիկատորը այդ դեպքում ժողովուրդն է, ընտրողն է, մնում է նաև, որ այդ բոլորը կարողանան քվեարկության օրը ապահովել համապատասխան տապանցիկություն եւ ազատ կամքի արտահայտում, այդ հարցերի պատասխանները մենք կունենանք։ Մեկ հարց սոցիոլոգ Ահարոն Ադիպեկյանը հերթական անգամ ներկայացրել է
ապրիլյան Ներողություն կա դեռ ինքը, հա։ ընտրությունների արդյունքները ինչպիսին կլինեն, ովքեր կմտնեն, հա, ազգային ժողով ըստ նրա 5-ից 7 քաղաքական ուժ կմտնի, դրանց թվում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ՀԱԿ եւ Հայկական վերածնունդ, եւս 2 կուսակցություն խորհրդարանում կլինեն նշված ուժերից որևէ մեկի հետ, ելքը չկա ըստ նրա, կարող ենք մենք արձանագրել, ինչպես որ նախորդ տարիներին է եղել, արձանագրել, որ ըստ Ահարոնյանի, հա, խոսքերի գծագրվում է նաև իշխանության պատկերը, հա, իրենց նախանշած պատկերը։ Կներեք, մի շաբաթից հետո նույն մարդը գտա մի քիչ այլ պատկեր, ելքը, ասենք եւ հանդիպեն իր հետ, հարցերը կլուծեն ու ինքը ուրիշ պատկեր գտա, նո գոնե իմ փորձը ցույց է տալիս, որ բավական արագ փոխում է այդ մարդը կարծիքը ու ի պատիվ իրան ինքը լավ բացատրություններ է տալիս։ Ինքը ասում է, այս վերջի մի շաբաթվա ընթացքում շատ ակտիվ աշխատեց այս կուսակցությունը, մեր տվյալներով այս կուսակցությունն էլ մտնում է, ուրեմն ես չեմ ուզում լուրջ քննարկել այս ձևի տվյալներ։ Ցավով պետք է նշեմ, որ օրենսդրությունը ունի մի մաս, որը կոչվում է ռեյտինգային ցուցակ, որը կանխորոշում է արդյունքների մի մասը։ Ինչի մասին է խոսքը։ Դժբախտաբար սա համամասնական բազմակուսակցական ընտրություն չեն։ Ռեալ կա մեծամասնական մաս, որը կոչվում է ռեյտինգային։ Ու եթե նախկինում ընդդիմադիրը ընտրատարածքում գործ ուներ մեկ իշխողի դեմ, ասենք մեկ հանրապետականների դեմ, օրինակ իդեմս օլիգարխի կամ մի հատ չինովնիկի, այսօր 15 հոգի ամեն ընտրատարածքում միջև 15 հոգի նվազագույնը ու ամեն մեկը իր դիմաց պետք է ձայներ հավաքի իշխանության համար։ Պատկերացնում եք, ընդդիմադիրը դնում է նույն ընտրատարածքում, Հայաստանը բաժանված է 13 ընտրատարածքի, նույն ընտրատարածքում 15 հոգի հանրապետական կուսակցություն իշխանության ներկայացուցիչ, մեկը ասենք սոցիալի վարչապետ, մյուսը եւ անհայտ Այո, մյուսը կրթության գիտության վարչության պետ, երրորդը օլիգարխ, չորրորդը կրիմինալի ներկայացուցիչ, գազի մարդը, ու պատկերացնում եք ընդդիմադիրը, ուրեմն ես կասեի այդպես, օրենքը ինքը ավտոմատ փողի եւ ադմինիստրատիվ ռեսուրսի գործոնը ներմուծում է ավտոմատ, դա օրենքն է հուշում ու պարզ է, որ ստեղ գաղափարախոսության հետ կապված պայքար չի լինի, դա է պատճառը, որ այս ձևի կանխատեսումը անիմաստ է։ Իրականում համակարգը իսկապես շատ բարդ է։ Այս համակարգի դեպքում անգամ կանխատեսումներ անելը բավականին բարդ է եւ նույնիսկ իշխանության համար բարդ է։ Իշխանությունը ինքն այնքան է բարդացրել process-ը, որ նույնիսկ վախենամ ինքն էլ խճճվի այս բարդ process-ի մեջ։ Ես համաձայն եմ, որ Բաղրամյան 26-ում մտածում են, որ ամեն ինչ իրանց վերահսկողության տակ կլինի, որ կարողանան, դա մեծ իմաստով նաեւ կախված է այո ընդդիմությունից, որքանով ընդդիմությունը թույլ կտան դիմադիր ուժերը միասին կլինեն, առանձին կլինեն, թույլ կտան Բաղրամյան 26-ին այդպես այդ բարդ process-ում նկարել, բայց մի բան ակնհայտ է, որ այս համակարգը բավականին խառնում է խաղաքարտեր, իդեպ մասնավորապես նախորդ հարցի շարունակությունն է գալի, ասենք, հա, այդ մեծ գաղթը, ճամբարափոխությունները, բոլորը ամենաանհավանական ցուցակներում եւ այլ, սա նշանակում է մի բան, որ խաղաքարտերը լուրջ խառնվում են ոչ միայն պրոցեդուրաների առումով եւ ռեյտինգային շատ լուրջ անակնկալներ կարող են մատուցել բոլորին, այսում եւ հանրապետական կուսակցությունը թեժացնում է առաջերտին պայքարենց կուսակցության ներսում, որից այդ մոնոլիտ թվացող կուսակցությունը ինքն է սկսում արդեն ցնցվել, այլ նաեւ ի վերջո այդ մարդիկ, որոնք հայտնվում են, պիտի հասկանանք, որ հետընտրական վերադասավորներն պես լինելու են խորհրդարանում, նրանց յուրաքանչյուրին որտեղ որ ուղարկել են շատ հեշտ հանելու են, վերադասավորելու են, այս կտրվածքով իշխանությունը մի քանի այլ ընտրանքներ իր համար պահել է եւ ոչ մի սոցիոլոգ այսօր չեմ կարծում անգամ այն դեպքում եւ որ նույնիսկ շատ բաներ հստակ չի թե ասենք այդ դաշինքներում ովքեր են լինելու, ցուցակներում կոնկրետ ովքեր են լինելու, հա։ Ես Արոն Ադիբեկյանի հետ կապված փոքրիկ պես բան ասեմ, իհարկե սա հայտ է, մեկ անգամ եւս սա պալատական սոցիոլոգ դառնալու մեկը անընդհատ խնդրում է, որ Պիկասոն իր դիմանկարը նկարի։ Հնարավոր չէ բռնել ամեն անգամ, ամեն առիթով, բոլոր ձևերով վերջը ստիպված Պիկասոն սրա դիմանկարը նկարում է եւ տագնել մագագրում է, ասում է, որ սա քո դիմանկարն է, հիմա աշխատիր նմանվել իրեն։ Հիմա Ադիբեկյանը գրում է իր թվերը, ինչ թելադրանքով ես չգիտեմ, բայց կարող եմ գլխիններ, ասում է, սրանք թվերն են, մի աշխատեք արդեն նմանվել այս թվերը։ Ձեր ասածը
Ահարոն Ադիբեկյանի համար իր կյանքի աստեղային ժանն է։ Ահարոն Ադիբեկյան եւ Պիկասո։ Ամեն ինչ ասված է։ Ամեն դեպքում Սփյուռքը ուզում է ներգրավել առաջիկա խորհրդարանական ընտրություններում վերահսկողություն իրականացնելու համար Արդարություն Հայաստանում շարժումն է, Արսինե Խանջյան, Ատոմե Գոյան, Սերժ Թանկյան եւ ելի ուրիշներ։ Ինչ է կարծում, նախ ինչպես կարձագանքեք, իրենց շարժմանը եւ արդյոք իրավական ճանապարհով հնարավոր է որևէ փոփոխության հասնել։ Շատ կարճ, խնդրում եմ, պարոն Գրիգորյան։ Գիտեք, մեզ մոտ բացառվում է իրավական ճանապարհով փոփոխություն կատարել։ Կա ուրիշ տարբերակ։ Ակնհայտ է, որ պետք է բարձրացնել ալիք, քաղաքական ալիք, ես դեմ եմ բռնություն կիրառել, բայց լարվածություն, որ Ղարաբաղյան շարժման ոնց էր միտինգներ, լարվածություն, պայքար եւ այլ, բայց պարզ է օրենքի գլխավոր տարերի շրջանակներում ի վերջո ըմբոստությունն էլ եթե նայեք սահմանադրություն դաններ թույլ է տալիս առաջերտին էս ճանապարհով հիմա սփյուռքահայերը ուզում են օգնել այդ իրանց իրավունքները ես չեմ կարծում որ այդ նախաձեռնությունները վատ նախաձեռնություններ են Գիտեք, մեր երկրում եթե պայքարի որևէ մի ճանապարհ լիներ իդեալական, մենք բոլորը շատ արագ կհամաձայնեինք դրա շուրջ եւ կգնայինք կամ գնացած կլինեինք այդ ճանապարհով։ Փողոցային պայքար կլինի, քաղաքական ուրեմն բանավեճ կլինի, թե գործունեություն կլինի այլ տեսակի ոչ փողոցում։ Ես կարծում եմ բոլոր այս հարթակներում պիտի այդ ուրեմն կռիվը գնա հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն ժողովրդավարության, օրենքի իրավունքի գերակայության եւ այլն եւ այս կտրվածքով անկեղծ ասած ես ողջունում եմ եւ ողջունելու եմ միշտ բոլոր հարթակներում մարդկանց ովքեր զինվորագրվում են եւ ուզում են այս հարցում օգտակար լինեն ողջունում եմ այդ նախաձեռնությունը Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, ուրեմն Ատոմե Գոյան եւ այլ եւ ես կարծում եմ որ եթե անգամ խոշոր պատկերի մեջ նրանք ինչ որ նկարչության թեմային շատ անցանք բայց բոլոր թեմերին եթե այդ ամբողջ նկարի մեջ այդ ամբողջ մոզաիկան հավաքելիս նրանք ինչ որ մի դետալ իր տեղը կդնեն ես խորապես շնորհակալ եմ լինելու եւ որպես քաղաքացի եւ որպես փորձագետ եւ որպես հրապարակային գործիչ շատ լուրջ հարց է դա իմիջիայլոց կա դրական կողմը որ վերջապես Սփյուռքը ուզում է հայաստանյան քաղաքական բաներին մասնակցել բայց մի հատ մեծ բացասական բան կա մեջ շատ մեծ բացասական բան դա ընդհանուր քաղաքական հայ մտքի զարգացման այդ դիսկրետ մոտեցումներն է կարծես թե պետության կայացումը զարգացումից մենք այդ փուլում ենք կախված է ընտրության օրվանից կամ ընտրության օրվա բաներից դա վտանգավոր նախադեպ է ստեղծում որ կարող ես 5 տարի չզբաղվել քո պետությամբ 20 տարի իսկ ասեմ որ 20 տարի սփյուռքահայությունը բացարձակապես Հայաստանը որպես պետության կառույց առանձին բացառություն Միգուցե շարժումը նոր է սկսվում Գիտեք եթե Հռոմի պապից կամ Տեր Աստծուց ունենք մենք ինդուլգենցիա որ կարող ենք մի 10 տարի հետո էլ սկսել ու այդ ընթացքում ոչ մի բան չի լի այս երացող կացը Անդրկովկասում մեծ տեսակետից նայենք այս հարցը կարելի է հիմա նոր սկսել բայց ես ուզում եմ բարձրաձայնեմ որ սկսողները հասկանան նաև ընտրությունների օրով չի պայմանավորված Հայաստանի քաղաքական զարգացումը ողջունելի է որ այդ օրը որոշել են գալ մասնակցել բայց սա շատ լուրջ հարց է սա կապված է Սփյուռքի բոլոր հայկական քաղաքական կառույցների դատարկության հետ արդեն ասեմ Սփյուռքյան բոլոր կառույցները օրինակ Ամերիկայում իրենց արժեքը արժեզրկել են լոբիստական կառույցները որևէ արժեք չեն ներկայացնում որտեվ շարժման ժամանակ ամերիկան հասավ են բանին որ Հայաստանի ու Արցախի համար 907 բանաձև ընդունեց իսկ հիմա փակել այդ բանաձևը վերացրել է ցեղասպանություն կարտասանի Օբաման թե չէ դուք տեսել եք որ այս ընտրություններում ընդհանրապես ցեղասպանության հարցը բանի տեղ չդրին հայկական բաներին մենք ողջունում ենք բայց ասում ենք ես ինքս ողջունում եմ բայց ասում եմ սա շատ փոքր տեղական նշանակության այս պահի համար քայլ է եթե դուս են գալու փողոց եւ փողոց դուս եկածին կմիանա Սփյուռքը կաջակցի ֆինանսական բարոյական հոգևոր իր լոբինգը կտանի Հայաստանում իրենք լոբինգ կանեն որ Ամերիկայի սենատում կամ բանում ասենք թե հայ կոռուպցիոներներին զրկեն Ամերիկա այցելելու իրավունքից իրենց բանկային հաշիվների վրա ազդեցություններ այդ ժամանակ այդ դա կլինի մեծ աջակցություն Հայաստանի պետության կայացմանը ես դա ամբողջությամբ կողջունեմ իսկ այս քայլը մասամբ եմ ողջունում հուսամ որ սա ընդհանրապես սկիզբ թող հանդիսանա
Պարոն Արտիրոսյան, Սփյուռքում միայն սփյուռքահայերը չեն, դրսում են ընդրական իրավունքից զրկված, բայց այս ցուցակներում ամեն կնով պահպանվող եւ իրենց իրավունքները պաշտպանելու մեծ թվով հայեր, 1 միլիոն թե չգիտեմ ինչքան, որոնց իրավունքը ոտնահարված է, այո, եւ այն որ ընդդիմությունը սրան էլ չի անդրադառնում ոչ այն ժամանակ, երբ որ ընդրական օրենսգիրքն էր մշակվում եւ ոչ էլ հետագայում, սա շատ բարձ ցույց է տալիս, որ այս ընդդիմությունը այո տեղավորվում է իշխանությունների գծած ապրիլի 2-ին ընտրությունները կայացնելու անպարոյականությունից սկսած մնացած բոլոր հակայլերը, որտեղ ինքը ամենապատրաստն է, ոչ մի օր ավել պետք չէ տալ մյուսներին, սրա մեջ պատասխանի վերջին հատվածը Սփյուռքի մասնակցության հայտը այդ իմ կարծիքով այդ սցենարի մեջ չի տեղավորվում, քանի որ չի տեղավորվում, բնականաբար ես ողջունում եմ դա։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, թե առաջիկայում քաղաքական ինչ զարգացումներ կլինեն, ինչ միավորումներ կլինեն կամ քաղաքական ինտրիգներ կլինեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Եթերում երկխոսության լսարաններ, հաջողություն։